Լոգիստիկ ընկերությունների համար կան դժվարություններ մեր երկրում։ Դա կարող է լինի քար, դա կարող է լինել մեծ սարքավորում, դա կարող է լինել նույնիսկ հաստոցագծային սարքավորումներ։ Դիանա, ո՞րն է ձեր աշխատանքի մեջ ամենից բարդ պահը։ Երևի հունից դուրս չգալ։ Ինչ մարտահրավերներ եք ունեցել գլոբալ առումով։ Բեռնախցիկը Եգիպտոսում կանգնեց 6 ամսից ավել։ Արհեստական բարդություններ ստեղծվում են այս ոլորտում։ Չեմ խափի եւ ինձ թվում է յուրաքանչյուր մի փոքր ավելի կայացած բեռնափոխադրող ընկերություն կհամաձայնի ինձ հետ։ Ինչն է ձեզ համար հաղթանակ անձնական եւ մասնագիտական մակարդակում։ Ապրել այնպես, որ սուրբ հողը չզգա քո սեփական ծանրությունը եւ ապրել այնպես, որ դու ինքդ էլ չզգաս քո սեփական մանրությունը։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ 2019 թվականին ստեղծված Didi Trans ընկերությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ։ Յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անհատական մոտեցում, ընտրվում է ամենաօպտիմալ երթուղին, ուսումնասիրվում ցանկացած մանրուք։ Didi Trans-ի շնորհիվ հաճախորդներն ունենում են շատ արագ, որակյալ եւ ապահով բեռնափոխադրում։ Didi Trans-ը ստեղծվել է 2019 թվականին եւ ի սկզբանե սկսել է մատուցել մուլտիմոդալ բեռնափոխադրում, այսինքն յուրաքանչյուր երկրից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով, յուրաքանչյուր տեսակի տրանսպորտային միջոցով, թե ցամաքով, թե ծովով, թե օդով եւ թե երկաթգծային։ Didi Trans-ը մատուցում է բեռնափոխադրումներ միջազգային մեծ ապրանքների համար, ավելի ճիշտ կլինի ասել գոնե 100 կիլոգրամից ավել բեռների համար, դե բնականաբար ամբողջ աշխարհից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ, երբեմն ինձ զանգում են, նույնիսկ մտերիմները հարցնում են, կկարողանաս արդյոք բերել ինչ-որ փոքր ապրանք, օրինակ կոշիկներ թեկուս, եւ ես միշտ խորհուրդ եմ տալիս, ասում եմ դրանք ավելի շատ փոստային ծառայությունները ձեզ կօգնեն դրանով, քանի որ ավելի մատչելի կլինի։ Իսկ արդեն մեծ բեռներ մինչեւ ոչ ստանդարտ ապրանքներ, այսինքն գիգաբարիտ ապրանքներ, ստանդարտ մեքենաների չափերից դուրս, դա կարող է լինի քար, դա կարող է լինել մեծ սարքավորում, դա կարող է լինել նույնիսկ հաստոցագծային սարքավորումներ, որոնք բավականին մեծ տեղ են զբաղեցնում, բնականաբար, եթե ամբողջությամբ չէ, ապա գոնե մաս իհարկե բերում ենք։ Կողքից տպավորություն է, որ այս ոլորտը կառավարում են տղամարդիկ։ Ձեր տեսանկյունից իսկապես այդպես է, ոլորտը ավելի շատ տղամարդկանց ոլորտ է, թե ոչ։ Հայաստանում եւ ոչ միայն իհարկե դեռ կա խտրականություն կնոջ եւ տղամարդու միջեւ միանշանակ կա եւ եթե դու այնքան ուժեղ մարդ ես որ որոշել ես մրցել այն ոլորտում որտեղ տղամարդիկ են լայֆ հակ ձեզ հարկավոր է միանշանակ տղամարդ որը մեր պարագայում մեր մյուս համահիմնադիրն է Նարեկը Թադևոսյան ուղղակի նա ընդհանրապես չի սիրում նկարահանումներ եւ ամենակարևորը դա գիտելիքն է կինը առանց գիտելիքի միանշանակ ձախողում է Եթե ունես գիտելիք, որը ամենահզոր զենքն է, հավատացեք, նույնիսկ ամենամեծ կարծրատիպերով տղամարդիկ նահանջում են, որովհետև ոչ մեկ չի կարող քեզ ասել, որ դու սխալ ես, եթե դու իսկապես դա գիտելիքով ապացուցում ես։ Այո։ Դա բոլոր ոլորտներում է այդպես, ոչ միայն մեր։ Միանշանակ այդպես է, հա։ Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինեն Didi Trans-ի աշխատակիցները։ Այսօր շատ ցավալի պատկեր ունենք գրագիտության, իսկապես, ես երբեմն ապշում եմ, որ գալիս են հարցազրույցի, թե երիտասարդ տղաներ, թե աղջիկներ ինչքան դատարկ են եւ չեն ամաչում դրանից։ Ամենավատը ոչ թե նա է, որ նրանք չգիտեն ինչ-որ բան, որովհետեւ նորմալ է, մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում ինչ-որ բան են սովորում, այլ այն, որ նրանք չեն էլ ամաչում դրանից, որ չգիտեն եւ չեն ցանկանում սովորել։ Իսկապես շատ վատ պատկեր ունենք այսօր, դրա համար երևի ամենակարևոր հատկանիշներն ասեմ, դա իսկապես գրագիտությունն է եւ չափի զգացողությունը, որը եւս դրանից է գալիս։ Խիստ ղեկավար եք։ Ինձ թվում է այո, բայց կարողանում եմ նաեւ ընկերական լինել, այնտեղ որտեղ պետք է, այնտեղ որտեղ իսկապես պետք է խիստ լինել, միանշանակ այո, ոլորտը շատ պատասխանատու ոլորտ է։ Պետք է հասկանալ, որ մենք համագործակցում ենք Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների հետ, ովքեր Հայաստանի խոշոր հարկատուներն են, ովքեր Հայաստանում ամենամեծ շարժ ապահովողներն են։ Բնականաբար իրենց ապրանքը թանկ է, բնականաբար իրենց ապրանքը շատ կարևոր է եւ լինել ոչ պատասխանատու կամ ոչ խիստ այս ոլորտում հնարավոր չէ, բայց նաեւ պետք է հասկանալ, որ աշխատանքը կազմում է մարդկանց առօրյայի մեծ մասը եւ լարվածության մեջ աշխատելը միայն վնասում է։ Դիանա, ո՞րն է ձեր աշխատանքի մեջ ամենից բարդ պահը։ Երևի հունից դուրս չգալ։
Իրականում այո, որովհետև պետք է հասկանալ, որ ամեն կողմ, ամեն շղթա, լոգիստիկ ամեն շղթա ինքն իրեն է աշխատում, այսինքն հաճախորդը ինքն է աշխատում, մենք ենք աշխատում, մեր ագենտներն են աշխատում, ու երբ որ ինչ-որտեղ խնդիր է առաջանում, մենք հենց այն օղակն ենք, որ փորձում է բոլորին կազմակերպել, բոլորին օգնել, որպեսզի այդ հարցը լուծեն մաքսիմալ արագ եւ հանգիստ, եւ այդ ամենի մեջ ինքդ հունից դուրս չգալը շատ ավելի բարդ է լինում։ Իսկ ինչպես եք հաղթահարում այդ պահերը, այդ հունից դուրս գալու պահերը։ Տեսեք, իրականում ես միշտ եմ ասում, աշխատակիցները բոլորը գիտեն, եթե կա խնդիր, կա նաև լուծում։ Եվ գտնել այդ լուծումը ամենալավ մարտահրավերն է ինքդ քեզ, որպեսզի կարողանաս գտնել այդ ավելի օպերատիվ, ավելի հեշտ, ավելի լավ, ավելի արագ եւ այնպես որ բոլորը մնան գոհ, դա իսկապես մարտահրավեր է եւ ամեն անգամ հաղթահարելով դու ինքդ քեզ ես հաղթում, որովհետեւ մտածում ես նախորդը ամենաբարդն է եղել։ Իսկ առհասարակ այս ընթացքում ինչ մարտահրավերներ եք ունեցել գլոբալ առումով։ Եթե օրինակ եք ուզում, օրինակ ունեցել ենք բեռ, որ Հայաստանից արտահանում ենք արել Եգիպտոս, եւ այդ բեռնախցիկը բնականաբար ծովով է եղել, բեռնախցիկը Եգիպտոսում կանգնեց 6 ամսից ավել, որովհետեւ մեր հաճախորդը ի սկզբանե չէր ճշտել Եգիպտոսում ինչ փաստաթղթեր եւ ինչ վճարումներ են պետք առհասարակ ներմուծում իրականացնելու համար, չնայած նրան, որ մեր աշխատակիցներն էին արել ամբողջ ձևակերպումները արտահանման, բայց այնտեղի ներմուծման համար նա շատ բաներ չէր ճշտել եւ ինչպես դուրս եկավ, կային պետական շատ մեծ մուծումներ, ահռելի, որոնք նա ընդհանրապես չէր հաշվարկել եւ դրա պատճառով բավականին երկար ժամանակ կանգնեց։ Կանգնելու ժամանակ պատկերացրեք ծովային գիծը ամեն օրվա համար հաշվարկում է տուժ եւ այդ տուժերն էլ 6 ամսվա ընթացքում արդեն ահռելի մեծ գումար էին կազմել եւ լուծելու համար այս խնդիրը, որովհետեւ արդեն եթե գումարը մեծանում դառնում է այն չափի, որ նույնիսկ ապրանքի ինվոյսային արժեքն է գերազանցում, այդ մարդուն հնարավոր է այլևս դա պետք չլինի։ Սնանկ է արդեն։ Ինչքան էլ նա հնարավոր է թղթաբանորեն պատասխանատու է եւ դատերը հնարավոր են տարիներ ձգվեն եւ այլն, իսկ ծովային գիծը դա պահանջում է այն մարդուց, ով արել է բուքինգը, այսինքն պահել է տեղը, իսկ դա մենք էինք, հետեւաբար այդ ուժերը պատտվում էր մեր անունով, ոչ թե նրա, եւ մենք այստեղ տատիներն են հիմնականում ասում եւ ջանով եւ նույնիսկ կոպիտ ձևով փորձում էինք ամեն ձև անել, որ այդ մարդը չհրաժարվի, մեր հաճախորդը չհրաժարվի այդ ապրանքից, նույնիսկ մենք ստիպված եղանք Ժնև խոսել, որպեսզի ծովային գիծը փորձի մի փոքր մեղմացնել տուժերի քանակը, որովհետեւ արդեն $30,000 էին հասել եւ կարողացանք իրականում կիսել գումարը։ Փառք Աստծո, այդ բեռնախցիկը դուրս եկավ պորտից եւ դատարկվեց, իսկապես շատ բարդ հարց էր, այսինքն մոտավորապես մի $100,000 անիմաստ մնալու էր օդում կախված։ Դիանա, ինչպես եք ապահովում միջազգային շուկայում Didi Trans-ի կայունությունը։ Իհարկե բերանացի գովազդը ոչինչ չի կարող փոխարինել, դրա համար երևի ամենակարևոր ֆակտորը դա միջազգային գործընկերների վստահությունն է եւ վստահության արտահայտումն է, բայց նաեւ կարող եմ նշել, որ այժմ Didi Trans-ը համարվում է Հայաստանում Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի անդամ, ինչպես նաեւ միջազգային շուկայում FIATA միջազգային ասոցիացիայի անդամ եւ WCA ասոցիացիայի անդամ, ինչը օգնում է այո միջազգային շուկայում մեր գործընկերների վստահությունը շահել, իսկ քանի որ Didi Trans-ը մատուցում է մուլտիմոդալ բեռնափոխադրում, միջազգային գործընկերների վստահությունը այո շատ կարևոր է։ Ինչպես են արձագանքում ընտանիքի անդամներն ու հարազատները ձեր այսչափ լուրջ աշխատանքին։ Իրականում ամեն ճիշտ ընտանիք պետք է իր հարազատի կողքին լինի ու ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման ընտանիք, որովհետև մինչև այսօր բոլորը փորձում են ինչ-որ ձև օգնել, նույնիսկ եթե ինչ-որ կարևոր օր է մեզ համար, անպայման զանգում հաջողություն են մաղթում, ասում են, որ մենք ամեն ինչ կարող ենք, բայց բնականաբար իրենց համար էլ է տարօրինակ, այսինքն օրինակ իմ մաման ամեն անգամ ինչ-որ շատ ծանր է տանում, եթե ես օրինակ տրամադրություն չունեմ կամ ասում եմ, որ ապրանքը մնացել է ինչ-որ միտեղ, իր համար դա շատ բարդ մեծ գլոբալ խնդիր է ու ինքը հա շատ ծանր է տանում։ Իսկ ընկերները օրինակ Didi Trans-ի ստեղծման ժամանակ
ընկերները միանգամից բաժանվեցին իրական եւ ոչ իրականի, չնայած կյանքի փորձը sense tense թույլ է տալիս, որ դու հասկանաս, որ ամեն մեկը չի կարող լինել ընկեր, բայց ստեղծման պահին շատ ընկերներ ուղղակի վերացան ու եւս մեկ անգամ համոզվեցիր, որ կա մի պարզ ճշմարտություն, որ ամեն մեկի հոգին չէ ունակ ընդունելու դիմացինի հաջողությունը։ Մանավանդ, եթե դա քեզ հետ ընդհանրապես կապ չունի, ոչ քո հաշվին է, ոչ ինչ որ ձև մասնակցություն ունես կամ քեզ խանգարում է։ Հիասթափության պահեր ունենում եք։ Շատ։ Ոլորտն այնպիսին է, որ միանշանակ ունենում ես։ Նույնիսկ եթե գործընկերներ ունես, ում հետ տարիներով աշխատում ես, կա մի վատ բան, որը եւ շատ լավ է եւ շատ վատ, դա փողն է։ Փողը միշտ ամեն ինչի մեջ մտնում ու ամեն ինչ խանգարում քանդում է։ Եթե չունես ներքին ուժ, ռուսերենով շատ ավելի լավ է հնչում, ստержень, ուրեմն անպայման դա քեզ խանգարելու է, դա քեզ կործանելու է եւ ստիպելու է, որ այդ քո քայլերը վնասեն քո շրջապատին եւ այդպիսի դեպքեր շատ են լինում։ Լոգիստիկ ընկերությունների համար կան դժվարություններ մեր երկրում եւ ինչպիսին են դրանք։ Դե բնականաբար բոլոր երկրներում էլ կարող են լինել այդպիսի դժվարություններ, մեկը առաջինը այն, որ մենք չունենք սեփական ջրային տարածք, որ կարողանայինք ունենալ սեփական նավահանգիստ, ինչը շատ ավելի հեշտ կլիներ մեզ համար եւ ավելի եկամտաբեր կլիներ հենց Հայաստանի համար։ Բնականաբար ունենք տարածքային խնդիրներ, դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ մենք այս պահին հարևաններով մի կողմից Թուրքիան, մի կողմից Ադրբեջանը ունենք սահմանային խնդիրներ, չնայած հիմա որոշ չափով փորձում են կարգավորել եւ լոգիստիկան այդ առումով բարդանում եւ երկարում է։ Այսինքն եթե մենք կարող ենք ինչ-որ տեղից ուղիղ ներմուծել Հայաստան, մենք ստիպված պետքա ճանապարհորդություն անենք, որը բնականաբար ազդում է եւ գնի, եւ ապրանքի ինքնարժեքի, եւ ամբողջ շղթայի երկարացման, եւ այլ ռեսուրսների ներգրավման, մարդկային եւս բնականաբար։ Դրանք կարծես բնական բարդություններն են մեր ճակատագրի կողմից տրված։ Իսկ արհեստական բարդություններ ստեղծվում են այս ոլորտում։ Չեմ խափի եւ ինձ թվում է յուրաքանչյուր մի փոքր ավելի կայացած բեռնափոխադրող ընկերություն կհամաձայնի ինձ հետ, որ մենք ունենք շատ մեծ կադրային խնդիր։ Այսօր Հայաստանում չափից շատ են լոգիստիկ ընկերությունները, ավելի քան պետք են, եւ 70%-ը անգրագետ են, ինչը արդեն իսկ արհեստական խնդիր է, որովհետև պետք է հասկանալ, որ եթե դու աշխատում ես միջազգային շուկայում, պետք է աշխատես միջազգային ստանդարտներով եւ ըստ դրա յուրաքանչյուր օղակ ունի իր պատասխանատվությունը, երբ եւ դու մտածում ես, որ դիմացինդ պետք է կատարի իր պատասխանատվությունը, իսկ նա ուղղակի իր անգրագիտությունից չի պատկերացնում, ինչը պետք է նա կազմակերպի, յուրաքանչյուր անգամ ինչ որ արհեստական խնդիր է առաջանում եւ դու պետք է արդեն պատրաստ լինես, կոփված լինես եւ փորձ ունենաս, որպեսզի այդ հարցը լուծես արագ ուրիշի փոխարեն, բայց Հայաստանում դա արդեն նորմ է դառել իրականում, որ պետք է դու լուծես բոլորի փոխարեն բոլոր խնդիրները, թե հաճախորդի, թե քո գործընկերոջ, թե մաքսային, հարկային եւ այլն եւ այլն։ Ինչն է ձեզ համար հաղթանակ անձնական եւ մասնագիտական մակարդակում։ Անկեղծ, ինձ համար հաղթանակ է, որ մենք կարողանում ենք ստեղծել աշխատատեղեր եւ տալ հնարավորություն աշխատելու, ինչով որոշակի առումով ուրիշ մարդկանց կյանքում ունենք ազդեցություն։ Ես շատ եմ սիրում Սևակի խոսքերը, որն ասում է ապրել այնպես, որ սուրբ հողդ չզգա քո սեփական ծանրությունը եւ ապրել այնպես, որ դու ինքդ էլ չզգաս քո սեփական մանրությունը։ Իսկապես շատ լավ խոսքեր են ու տալիս են արժեք ապրելու։ Գործը այնպիսի գործ է, որ կարող է կազմակերպվել նույնիսկ արտերկրում, նույնիսկ կարող է ռեզիդենտ չլինել, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում թեկուզ հարկերի վճարման առումով, այսինքն մենք համախմբված ենք մարդկանցով, ովքեր աշխատում են մի գաղափարի շուրջ, ցանկանալով օգնել, որպեսզի հայրենիքը զարգանա, լինելով դրա մի մասը, փորձում ես անել այնպես, որ ավելորդ չլինես այս երկրի վրա, իսկ օգնելով մարդկանց, ստեղծելով նրանց համար հնարավորություն, որ նրանք էլ օգնեն քեզ, իսկապես ինձ համար կարևոր փաստ է, որովհետև լինել թե չլինել այս աշխարհում պետք է տարբերություն տա ուրիշ մարդկանց համար, ոչ թե ընտանիքի անդամների համար։ Եվ ես կարծում եմ, որ գնում եմ այդ ուղղությամբ, որպեսզի վաղը լինեն ավելի շատ աշխատատեղեր, լինեն ավելի շատ հնարավորություններ մանավանդ երիտասարդ մարդկանց համար եւ լինել գոնե օրինակ, որպեսզի վաղը
կարողանան մարդիկ հասկանալ, որ դու ինչ-որ բան ճիշտ ես արել եւ լավ ես արել։ Դիանա, մեր գործընկեր Ամի կոշիկների եւ աքսեսուարների խանութ սրահը ձեզ ուղարկել է նվեր զեղչի քարտ, խնդրում եմ վերցրեք։ Շնորհակալ եմ շատ։ Ամին գրեթե 8 տարի է շուկայում է, դուք կարող եք ընտրել ձեզ համար որևէ ոճային կոշիկ կամ աքսեսուար։ Շնորհակալ եմ շատ։